Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք մի շատ հին եւ շատ հայտնի դեղամիջոցի մասին, որը ամբողջ աշխարհում է իր հայտնիությունը պահպանել եւ շարունակում է պահպանել, խոսքը պարացետամոլի մասին է։ Սիրելի հետևորդներ, պարացետամոլը աշխարհի ամենահայտնի ցավազրկողների եւ ջերմիչեցնողների շարքին է պատկանում։ Պարացետամոլը ոչ միայն ամենահայտնի, այլ նաև ամենահին դեղամիջոցներից մեկն է։ Ազդող նյութն է ացետամինոֆեն, առևտրային անվանումը հիմնականում գրանցված է որպես պարացետամոլ, բացառությամբ մի քանի ֆիրմաների, որոնք նույն ացետամինոֆեն բաղադրիչով դեղամիջոցին տվել են մեկ այլ անվանում, սակայն նույն ինքը պարացետամոլն է։ Հեռու չգնանք, հենց ինքը պանադոլը նույնպես պարացետամոլ է, նույն ացետամինոֆենն է պարունակում իր բաղադրության մեջ։ Պարացետամոլը, սիրելի հետևորդներ, ամենահայտնի իր ազդեցությամբ հայտնի է, որ նա ջերմիչեցնող է։ Հիմնականում մանկական պրակտիկայում է կիրառվում, մայրիկները շատ լավ քաջատեղյակ են պարացետամոլի ջերմիչեցնող հատկության մասին։ Թողարկվում է հաբերի, մոմիկների, ներարկման լուծույթի և օշարակների տեսքով։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շրջանում պարացետամոլը ամենահայտնի ջերմիչեցնող դեղամիջոցն է համարվում, սակայն քչերն են տեղյակ, որ պարացետամոլը բացի ջերմություն իջեցնելուց նաև օժտված է ցավազրկող ազդեցությամբ։ Հրաշալի կերպով ազդում է, եթե մարդու մոտ առկա է գլխացավ։ Հիմնականում կիրառվում է որպես ցավազրկող թեթև ու միջին ինտենսիվության ցավերի դեպքում, ինչպիսին են գլխացավը, թեթև ատամի ցավը, մկանային ցավը, եթե կա մրսածություն, եւ ջերմության ժամանակ նույնպես մարդու մոտ լինում է մկանային ու ոսկրային թեթևակի ցավեր, պարացետամոլը շատ լավ ազդեցություն է թողնում նշածս գանգատների ժամանակ։ Պարացետամոլի հաջորդ ամենահայտնի լինելու կետերից մեկն էլ այն է, որ այն թույլատրվում է հղիներին ու կրծքով կերակրողներին։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ հղիների հետ կապված դեղորայքները բացառապես նշանակում է բժիշկը, սակայն շատերս էլ նաև տեղյակ ենք, որ պարացետամոլը ցուցված է հղիներին, եթե հղիի մոտ կամ կերակրող մոր մոտ լինում է գլխացավ, ատամի ցավ կամ նմանատիպ ցավեր, որոնք ես արդեն ցիտել եմ, պարացետամոլը ամենաանվտանգ դեղն է համարվում այս պարագայում։ Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն ասացի, պարացետամոլը թողարկվում է դեղահաբերի, մոմիկների, ներարկման լուծույթի եւ օշարակների տեսքով։ Ներարկման լուծույթը բոլորիդ հայտնի սիստեմա ասվածն է, դա ուրեմն միայն բժշկի ցուցումով է նշանակվում ինչ-ինչ դեպքերում, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, դրա մասին կարելի է առանձին տեսանյութ նկարահանել։ Պարացետամոլի օշարակները հիմնականում թողարկվում են երեխաների համար, առհասարակ այն օգտագործվում է մանկական պրակտիկայում։ Պարացետամոլի դեղամոմիկները, հենց բոլորիդ հայտնի մոմիկները, որտեղ բոլորս այդպես ենք անվանում, նույնպես մեծամասամբ դեպքերում կիրառվում են մանկական պրակտիկայում։ Պարացետամոլով հայտնի մոմիկներն են Հայաստանում ցեֆեկոմ-դեն, ցետամոլը եւ հենց ինքը պարացետամոլը։ Եթե իհարկե դեղագործական ֆիրմաներում լինի պարացետամոլ անունով մոմիկ։ Եվ պանադոլը, սիրելի հետևորդներ, պանադոլը նույնպես հիմնականում կիրառվում է մանկական պրակտիկայում, օշարակը։ Հաբերը արդեն սկսած 12 տարեկանից։ Ես մեր այս տեսանյութի ընթացքում ձեզ ներկայացնելու եմ պարացետամոլի ընդունման կարգը հաբերի տեսքով, նույն պարացետամոլը, որի նկարը դուք տեսնում եք ձեր էկրաններին տեսանյութը դիտելուց առաջ։ Իսկ պարացետամոլի տարբեր արտադրող ֆիրմաների, օշարակների կամ մոմիկների մասին տեսանյութերը կլինեն արդեն ավելի ուշ։ Սիրելի հետևորդներ, դեղաչափով պարացետամոլը հիմնականում արտադրվում է 500 մգ դեղահաբերի տեսքով, սակայն վերջերս էլ շուկան համալրվեց նաև 1000 մգ-անոց պարացետամոլով, դա բոլորիդ հայտնի դեմիֆլու ֆորտեն է։ Դեմիֆլուի մասին նույնպես կնկարահանվի առանձին տեսանյութ։ Այժմ պարացետամոլ դեղահաբի ընդունման կարգը։ Ուրեմն ցուցված է 12 տարեկանից բարձր երեխաներին եւ մեծահասակներին 1 կամ 2 դեղահաբից օրական 3-ից մինչև 4 անգամ։ 500 մգ-անոց պարացետամոլի մաքսիմալ օրական դեղաչափը կազմում է 8 դեղահաբ։ Այսինքն սա նշանակում է, որ պացիենտը մինչև 8 դեղահաբ օրվա ընթացքում 24 ժամվա ընթացքում կարող է ընդունել, եթե իհարկե կա դրա անհրաժեշտությունը։
Սկսած 6 տարեկանից մինչև 12 տարեկան երեխաներին 500 միլիգրամանոց պարացետամոլի դեղահաբը թույլատրվում է ընդունել կես հաբից օրական 3-ից մինչև 4 անգամ։ Դեղահաբի կիսելը այս տարիքային շեմի համար պարտադիր է։ Իսկ ահա մինչև 6 տարեկան երեխաներին, սիրելի հետևորդներ, թույլատրվում է պարացետամոլի միայն օշարակը կամ մոմիկը։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ մոտ առկա է լյարդի անբավարարություն, ապա պարացետամոլի ընդունումը խորհուրդ չի տրվում։ Իսկ եթե տվյալ պացիենտը տառապում է ալկոհոլիզմով կամ սեր ունի ալկոհոլի հետ, կարիք է զգացվել, որպեսզի նա ընդունի պարացետամոլ, ենթադրենք ջերմության համար, ապա ընդունած ալկոհոլի եւ պարացետամոլի միջև ինտերվալը պետք է կազմի 2.5-ից մինչև 3 ժամ։ Մնացած բոլոր դեպքերում պարացետամոլի թույլատրվումը որոշվում է արդեն բժշկի կողմից, որովհետև հիմնականում հակացուցված է, եթե կան ինչ-որ լուրջ հիվանդություններ, սկսած աղեստամոքսային տրակտից։ Այսքանը, սիրելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք դեռ էլի հանդիպելու ենք։